Ինչպես բոլորդ գիտեք, Հիսուսը եկավ այս երկիր 2000 տարի առաջ, հաստատեց Սիոնը, ըստ մարգարեության համբարձվեց երկինք։ Հիսուսի երկինք համբարձվելուց հետո սկսվեցին մութ դարերը։ Շաբաթ օրվա, Զատիկի նոր ուխտի տոների ճշմարտությունը անհետացավ։ Աստծո հրամանագրերը, կանոններն ու օրենքները լիովին փոխվեցին։ Հեթանոսական կանոնները սկսեցին հայտնվել եկեղեցում։ Դրանց թվում կան նա այնպիսիք, այսօր շատ ծանոթ են մարդկանց՝ Սուրբ Ծնունդը, Գոհաբանության օրը, Հարության օրը, ձու ուտելու սովորույթը, Զատկի ճագարը։ Հեթանոսական կրոնների այս բոլոր սովորույթները ներմուծվեցին քրիստոնեության մեջ, մարդիկ սկսեցին կիրառել այդ հեթանոսական կանոնները եկեղեցում։ Երբ այս իրավիճակը քննում ենք հոգոր տեսանկյունից, ինչ է դարձել Սիոնի վիճակը։ Կարող ենք ասել, որ Սիոնը ավերվել է։ Այնուհետ ուսումնասիրենք Սիոնի մասին Եսայիայի 30-րդ գլխի 20-րդ համարի միջոցով։ Եսայիայի 30-րդ գլխի 20-րդ համարում գրված է. Նայի Սիոնին, մեր հանդիսավոր տոնախմբությունների քաղաքին, այսինքն Աստծո տոները։ Կա մի բան, որի մասին մենք պետք տեղյակ լինել Սիոնի վերաբերյալ։ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ գոյություն ունեն Սիոնի երկու տեսակ։ Գոյություն ունի հոգոր Սիոն եւ ֆիզիկական Սիոն։ Ֆիզիկական Սիոնը հիմնադրել է Դավիթ թագավորը եւ գտնվում է Պաղեստինում։ Հոգոր Սիոնը հաստատել է Հիսուս Քրիստոսը, ով մարգարեական Դավիթ թագավորն է, մարգարեացված Եզեկիելի 37-րդ գլխի 24-րդ համարում։ Նա հիմնադրեց հոգոր Սիոնը, Աստծո տոների քաղաքը։ Հտական 20-րդ գլխում գրված է, որ շաբաթ օրը շաբաթական տոն է։ Բացի այդ, կան 7 տարեկան տոներ, որոնք մենք պետք է պահենք ամեն տարի՝ Զատիկի, բաղարջակերած տոնը, հնձի երախայրիքի տոնը, ջհունցքի տոնը, փող հնչեցնելու օրը, քավության օրը եւ տաղավարահարած տոնը։ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ Եսայիայի 30-րդ գլխի 20-րդ համարում, որ Սիոնն այն վայրն է, որտեղ նշվում են Աստծո բոլոր տոները։ Այն չի վերաբերում Պաղեստինում գտնվող Սիոնի ֆիզիկական վայրին։ Այսօր մենք փորձում ենք ուսումնասիրել հոգոր Սիոնի մասին մարգարեությունները։ Եկեք կրկին տեսնենք 30-րդ գլխի 20-րդ համարը։ Նայի Սիոնին, մեր հանդիսավոր տոնախմբությունների քաղաքին։ Քո աչքերը կտեսնեն Երուսաղեմը, որպես անխռով բնակարան, անխախտ վրան, որի ցցերը հավիտյան չեն տեղահանվի, պարաններից ոչ մեկը չի կտրվի։ Որտեղ է այս վայրը։ Դա Սիոնն է։ Այնտեղ Տերը իր մեծափառության մեջ մեզ համար կլինի լայնատարած գետերի, վտակների վայր, ուր թիաքաշ մակույտ չի մտնելու, որտեղով ոչ մի մեծ նավ չի անցնելու։ Որովհետև Տերն է մեր դատավորը, Տերն է մեր օրենսդիրը, Տերն է մեր թագավորը։ Նա կփրկի մեզ։ Ի վերջո, փրկությունը գալիս է Սիոնից։ Որտեղ է բնակվում Աստված, նա բնակվում է Սիոնում։ 2000 տարի առաջ Հիսուսը հիմնեց Սիոնը, Աստծո տոների քաղաքը համբարձվեց երկինք։ Այնուամենայնիվ, 4-րդ դարում վերածվեցին շաբաթ օրը Զատիկը։ Բացի այդ, եկեղեցուն ներմուծվեցին խաչի երկրպագությունն ու Սուրբ Ծնունդը։ Արդյունքում Աստծո տոներն ամբողջովին անհետացան երկրից։ Այդ դեպքում հոգևորապես ինչ կարելի է ասել Սիոնի մասին։ Ինչ պատահեց Սիոնին։ Սիոնը կործանվել է։ Կարող ենք ասել, որ Սիոնը վերածվել է ամայի։ Այն ամայի է դարձել։ Աստծո նոր ուխտը, կյանքի տոնը, ճշմարտությունը ամբողջովին վերածվեցին, հեթանոսական կրոնները ներմուծվեցին եկեղեցի։ Մենք տեսնում ենք, որ այդպիսի հեթանոսական կանոնները տարածվում էին ամբողջ եկեղեցիում, կարծես դա Աստծուն ծառայելու ճիշտ ձեր։ Սրանով կցանկանայի եզրափակել քարոզը։ Շատ շնորհակալություն։